Հանրային տրանսպորտում կարգապահություն մտցնելու փորձը Երևանում արդեն հանգեցրել է լարվածության, բախումների եւ նույնիսկ ձերբակալությունների։ Ինչու է համակարգը կաղում եւ շարունակում հարուցել քաղաքացիների դժգոհությունը։ Հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք Երևանի ավտոբուս փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես ինչ եք կարծում, ինչու քաղաքացիները շարունակաբար չեն վճարում ուղևորձ։ Չեմ կարող ասել ինչու շարունակաբար չեն վճարում ուղևորձը, բայց Ենթադրություններ կան։ Ենթադրությունները տարբեր են։ Տոմսային համակարգը մեկնարկելուց հետո որոշակի ինչ-որ գործընթացներից հետո որոշ ուղևորներ որոշեցին, որ չվճարեն։ Ինչու։ Չեմ կարող պատասխանել ինչու, հասցեատերը ես չեմ, բայց որ չեն վճարում կան նման ուղևորներ, ինչի համար մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում, որ բյուջեն չտուժի։ Ինչ եք կարծում, քաղաքացիներն են մեղավոր չվճարելու համար, թե ուղղակի առաջարկում եք ծառայություն, որի համար քաղաքացիները պարզապես պատրաստ չեն վճարել։ Ցանկացած ծառայության համար պետք է վճարել։ Այլ հարցա, որ որակից գոհ ենք թե դժգոհ։ Եթե ինձ եք ուզում հարց տալ գոհ եմ թե դժգոհ, միանշանակ ես էլ ունեմ դժգոհություն, որի համար աշխատում ենք։ Կա տեսակետ, որ մարդիկ չեն վճարում ոչ թե չարությունից, այլ որովհետև համակարգը չի աշխատում, չկա նորմալ ժամանակացույց, չվերթը, կոմֆորտ չկա, հարմարավետությունը, նաև հասանելիությունը համաձայն եք։ Կոմֆորտին համաձայն չեմ, որովհետև որ հետ նայենք ինչից ուր ենք հասել, այդ հաստատ տեսանելի է։ Քաղաքացիները դռներից կախված են գնում երթևեկում։ Դռներից կախված գնում են միայն պիկ ժամերին։ Դրա համար պարոն քաղաքապետը երկուշաբթի օր ասեց 171 նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, ուղիղ կախված է հավաքագրումների հետ կապված։ Ավելացնելու են գծերը, մենք արդեն մոնիտորինգ ունենք արած, թե որ գծերում քանի մեքենա է պակաս։ Այսօր արդեն մեր պահեստայիններից ավել տալիս ենք ամեն երթուղում պայմանական այսինչ երթուղու մեջ նախատեսված է 10, տալիս ենք 12, որպեսզի ժողովրդի դժգոհությունը մեղմվի։ Ու ունենք հաշվարկներ, որ 170 ավտոբուսը գալուց հետո մեր հին 15 տարվա Այգեր Մակնիշի ավտոբուսներն ենք փոխարինելու, նոր գծեր ենք բացելու եւ ավելացնելու ենք ներկա շարժակազմը։ Գործակարգավարական նիստի ժամանակ դուք նաեւ ներկայացնում եք, որ թվեր եք ներկայացնում եւ նշում եք, որ կոնկրետ այսքան մեքենա ավտոբուս չի աշխատում անսարք է։ Ինչու այդ մեքենաները չեն նորոգվում, դուրս չեն գալիս։ Ինչն է պատճառը։ Սխալ ընկալում կա այդտեղ, որովհետև սա օրգանիզմ է, այսինքն անընդհատությունն ապահովելու համար ընթացքում էլ է վերանորոգման կարիք առաջանում, այսինքն ես որ զեկուցում եմ երկուշաբթի օրը 66 մեքենա պայմանական, հաջորդ երկուշաբթի կարող է 70 դառնա, այդ 66-ը չեն, ընթացքային խնդիրներն են ավելանում, նրանք վերանորոգվում են, տեղ է գալիս հաջորդները։ Իսկ վթարված մեքենաների մասով ինչ կասեք։ Վթարված մեքենաներ ունենք այսօրվա դրությամբ 25 մեքենա, որոնք վերանորոգվում են, եթե ապահովագրական ընկերության պատասխանին չենք սպասում։ Քաղաքապետը օրեր առաջ հրապարակային ասել է, որ սա ձեր թերացումն է եւ վարորդներին կարող են զրկել արտաժամյա աշխատանքային պայմանագրերում արտաժամյա վճարումներից։ Ըստ ձեզ այստեղ կառավարման թերություն կա։ Նախ քաղաքապետը չի ասել, որ կզրկենք, գոյանում է իրանց արտաժամը նաև այս վճարումներից։ Եթե չվերահսկեն ուղևորձը ստանալու եւ չստանալու խնդրով չզբաղվեն վարորդները, ամեն դեպքում ես այդպես եմ հասկացել, որ քաղաքապետ Ավինյանը ասում է, եթե չզբաղվեք այդ ուղևորձը վերցնելու եւ հսկելու հարցերով, ձեր արտաժամյա վարձավճարից դուք տեսեք հրաժարվել։ Բոլոր վարորդները ոչ թե նոր, այլ միշտ ունեցել են իրենց պայմանագրի մեջ վերահսկելու վճարման գործընթացը։ Կա պայմանագրում ֆիքսված այդպիսի կետ։ Պայմանագրում միշտ եղել է։ Նախկինում կանխիկ գումարի ժամանակ, կանխիկ գումար ստանալուն պետքա վերահսկեին։ Հիմա արդեն տոմսային համակարգի վալիդացնելը։ Իսկ այդ դեպքում ինչով եք բացատրում այն հանգամանքը, որ ինչ-որ մի ժամանակ գործում էր հսկիչների խումբ։ Հիմա էլ է գործում։ Կան հսկիչներ հիմա։ Այսինքն հսկիչը պետք է հսկի, թե վարորդը։ Նաև վարորդը։
որովհետև ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 11.1 հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է։ Քաղաքակիրթ աշխարհը գնում է նրան, որ վարորդները մեկուսանան ուղևորներից, որքան հնարավոր է շփվեն, առավել եւս վարձավճարներով չզբաղվեն։ Վարորդը պարտավոր է հետևել ճանապարհի կանոններին, անվտանգությանը։ Այսինքն չեք կարծում, որ այս մեթոդը հանգեցնելու է ավելի շատ վթարների, միգուցե ասված մի արած, այսինքն անվտանգային խնդիրը մենք վտանգում ենք ըստ էության։ Համաձայն եմ ձեր հետ, տեսեք, ուրեմն նախկինում կանխիկ գումարի ժամանակ նույն կանխիկ գումարը ստանում էին վարորդները։ Այսինքն ճիշտ էր դա։ Ճիշտ չէր, դրա համար ներդրվեց տոմսային համակարգը։ Ներկա պահին վարորդները ուղղակի հորդորում են, զգուշացնում ուղևորներին, որպեսզի վճարեն, այլ գործառույթ չեն իրականացնում։ Համենայն դեպս մեր հրահանգը մեր վարորդներին դա է։ Ընդհանուր ներկապային ունենք թափուր հաստիկներ հսկողների մասով։ Լիարժեք հաստիկացուցակը լրանալուց հետո ավտոմատ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր վարորդները զբաղվեն իրենց աշխատանքով։ Իսկ մինչև հարցը կարգավորելը փաստորեն մեր ուղևորները վտանգի տակ են։ Հավատացեք, վտանգի տակ չեն, որովհետև ես այսօր նայել եմ անցած շաբաթվա մեր վթարների քանակը, հավատացեք, նվազելա չի ավելացել։ Միայն վթարները չի խնդիրը, փաստորեն ուղևորի եւ վարորդի միջև կոնֆլիկտ է առաջանում։ Չվճարող։ Այո, վերջին դեպքը վկայությունը, որ ծեծել էին վարորդին եւ դերբակալություն կա։ Դա վճարման հետ կապված չի եղել, երկու ուղևոր են իրար հետ վիճել, չվճարելու հետ կապված, վճարող ուղևորը չվճարողի հետ։ Վարորդը ուղղակի միջամտել է եւ հենց ստացվել, որ հետո հաշվառդար են տեսել վարորդից։ Այսինքն հնարավոր չէ վարորդին ընդհանրապես մեկուսացնել, որպեսզի չջամտի որևէ հարցով, այսինքն գործ չունենա ուղևորների հետ։ Նայեք, իր պայմանագրի մեջ ներկա պահին նշած է ու միշտ ա եղել, որ վարորդը պետք է հսկի վճարման համակարգը, այսինքն ուղևորը վալիդացնի իր տոմսը։ Դա իր ուղիղ պարտականությունն է։ Ու օրենքն էլ է դա ասում։ Որը ճիշտ չի։ Ճիշտ է, ճիշտ չի այլ հարց է, բայց մենք որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի վճարումները գա հասնի տրամաբանական իր տոկոսային շեմին, ու բնականաբար արդեն այդ գործառույթը կանեն հսկիչները, վարորդները կաշխատեն լրիվ իրենց աշխատանքով։ Ամբողջ աշխարհում փորձում են վարորդին մեկուսացնել ուղևորներից, ինչպես արդեն նշեցինք, որպեսզի կենտրոնանա ճանապարհների վրա։ Երևանում ըստ էության, եթե նույնիսկ պայմանագրի մեջ կա կետ դրույթ, որ վարորդը պետք է նաև զբաղվի ուղևորավարձը վերցնելով կամ հսկելով, որպեսզի վճարեն կամ չվճարեն մարդիկ, սա ռիսկային ճանապարհ է։ Երևանը ըստ էության գնում է ռիսկային ճանապարհով։ Առաջիկայում ինչպես է փորձում կարգավորել, երբ ասում եք, որ աշխատանքներ են տարվում, որ առաջիկայում նման դեպքերը վերացվեն, այսինքն վարորդը զբաղվի միայն մեքենան վարելով։ Տեսեք, ես համաձայն չեմ ձեր հետ, որտեղ միանշանակ չի, որ քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում վարորդը ձեռնպահ է մնում ուղետոմսի հարցով զբաղվելուց։ Կան երկրներ, որտեղ վարորդը նկատելով, որ ուղևորը փորձում է անվճար երթևեկել, կամ ոստիկանությանն է դիմում, չշարժելով մեքենան տեղից, կամ ինքը հորդորում է վճարել։ Իսկ ինչ մնում է մեր վարորդ տեսախցիկներ չկան, որ կարող են արձանագրել եւ որից հետո տեսախցիկների վերցանումից հետո նոր արդեն ոստիկանությունը կարող է զբաղվել այդ ուղևորներով։ Տեսախցիկներ ունենք, ցանկացած բողոքի հետքերով մենք գնում ենք տեսախցիկներով, պայմանական ուղևորը ահազանգում ասում է ես վճարել եմ, բայց վարորդը ասում է չեմ վճարել, մենք տեսախցիկներով տեսնում ենք որն է ճիշտ։ Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ ուղևորներ ունենք, որոնք արդարացի մեզանից պահանջում են վճարող ուղևորներ, որpիսի չվճարողը նույնպես վճարի։ Այդ կոմպոնենտն էլ ունենք։ Չվճարող ուղևորները ասում են, որ հարաբարավետությունը պակասում է, չվացուցակ չկա, սմարթ կանգառների մասին, որ բազմիցս բարձրաձայնում էին, որ պետք է լինի, նույնիսկ դա չկա, անգամ ահազանգում են, որ սովորական կանգառ չկա անձրևի եւ ձյան տակ մարդիկ կանգնում եւ սպասում են տրանսպորտի։
Այսինքն մարդկանց դժգոհությունը, ես նկատի ունեմ դժգոհությունը արդար չէ։ Մենք մատուցում ենք ծառայություն, A կետից B կետ Որից դժգոհ են։ Ոչ բոլորն են դժգոհ։ Եկեք արդար լինենք։ Քաղաքապետը ասում է շաբաթական 70-80 միլիոն դրամ չի հավաքագրվում։ Սա չի վկայում, որ համակարգը ձախողվել է։ Չի հավաքագրվել։ Այո, Այժմ հավաքագրվում է ավել։ Ստիպողաբար վճարելուց հետո։ Ստիպողաբար չէ։ Վերահսկողության արդյունքում։ Ինչ են անում չվճարողներին։ Տուգանում են։ Տուգանում։ Վճարում են այդ տուգանքը մարդիկ։ Դա արդեն ես չգիտեմ։ Եթե նույնիսկ քաղաքացիները սկսեն ամբողջությամբ վճարել ուղևորավարձը, ինչ իրական փոփոխություններ առաջիկայում կարող են զգալ իրենց վրա։ Շարժակազմի ավելացում, որը կլուծի են հարցը, որ կանգառներում ուղևորները երկար չեն սպասի։ Ու երկրորդը արդեն ռեֆորմի լիարժեք փոփոխությունը լինելու պարագայում ցենց խնդիր չենք ունենա, այսինքն ավտոբուսի առանձնացված գծեր, կանգառասրահներ, բոլորը կախված է բյուջեից։ Իսկ այն դեպքերը, երբ մի տարածքում ընդամենը մեկ երթուղի կա, այս հարցը ինչպես կարող ենք լուծել։ Նկատի ունեմ կոնկրետ, եթե մասնավորեցնենք Ավան եւ նորքի զանգված երթուղին։ Ընդամենը մեկ համարի ավտոբուս է աշխատում, այո։ Որը որոշումով 10 մեքենա, 2 մեքենա ավել ենք տալիս, որպեսզի մաքսիմալ թեթևացնենք ուղևորների կյանքը, իսկ ինչ մնում է երթուղի ավելացնելը 170 նոր ձեռք բերվող ավտոբուսներ ձեռք բերելուց հետո մեկ երթուղի ավելանալու է 9-րդ զանգվածից մինչև Ավան։ Արդեն պլանավորել ենք։ Դա մոտավորապես որքան ժամանակ կտևի։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց գործընթացը արդեն սկսվել է։ Հանրային տրանսպորտի, Երևանի հանրային տրանսպորտի գլխավոր խնդիրն այսօր ո՞րն է։ Խցանումները։ Նույնիսկ առանձնացված գծերը չեն օգնում այս դեպքում։ Անընդհատությունն ապահովելու համար, որպեսզի ավտոբուսը A կետից B կետ գնա, պետք է չընդհատվի առանձնացված գծերը։ Գայի պողոտան ունի առանձնացված գիծ, բայց Միասնիկյան պողոտայում ընդհատվելու պարագայում արդեն խցանման մեջ է հայտնվում։ Հետո շարունակում Աբովյան փողոցով նորից իր առանձնացված գծով։ Այսինքն առաջիկայում պետք է նաև Միասնիկյան պողոտայում ավելացվի։ Կա ծրագիր, որ Միասնիկյան պողոտան մեջտեղի շարքի փոփոխություն պետք է լինի այս ժամերի։ Ես հասկանում եմ, որ խցանումների խնդիրը ձեր տիրույթում չէ, բայց ինչ եք կարծում, ինչը կփոխի Երևանի երթևեկի վիճակը, խցանումները նույնիսկ կթեթևացնի, ինչ առաջարկ կարող եք անել քաղաքապետարանին կամ ովքեր որ պատասխանատու են, որպեսզի խցանումները մի քիչ պակասեն։ Քաղաքապետարանը տեղյակ է բոլոր խնդիրներից, նոր ստեղծված հիմնարկ ունենք Երևանի կառավարման կենտրոն, խելացի լուսացույցեր ու ընդհանուր հաշվարկներ անալիտիկ կենտրոն է բացվել, որը շուտով կտա իր արդյունքները։ Շուտով որքան ժամանակն է դա, առաջիկա 5 տարվա մեջ է դա, 1 տարվա մեջ, 2 տարվա մեջ։ Ինձ թվում է, այս տարվա մեջ մենք մի փոփոխություն կտեսնենք։ Եթե այս մոդելը չաշխատի, ինչ-որ ասում եք, եւ լարվածությունը ավելի թեժանա ընթացքում, ով է պատասխանատուն, դուք պատասխանատու եք դրա համար, թե քաղաքապետարանն է մեղավոր։ Չէ, մեղավորներ եկեք չփնտրենք, եթե կա ծառայություն ու չկա վճարում, դրա համար պետքա պայքարենք։ Պայքարում ենք ու հավատացեք, առաջի օրերից ամեն օր հետևում ենք լարվածությունն օրի թուլանում է։ Դուք գործակարգավարական նիստերի ժամանակ ներկայացնում եք ելքերի մասին հաշվետվություն եք ներկայացնում, ինչ է ենթադրում դա 100% ելքը, ինչ է դա։ Ուրեմն քաղաքապետի կողմից կա որոշում, որ ամեն օր 713 աշխատանքային օր, 713 միավոր շարժակազմ դուրս է գալիս երթուղի։ Այդ 713-ը 25 թվականի հոկտեմբերից մենք իրականացնում ենք, որը մինչ այժմ Երևանի ավտոբուսը չի ունեցել 100% ելքեր։ Աշխատանքային օրին 713 մեքենա դուրս է գալի երթուղի, բայց իմ սկզբնական խոսքում էլ ասեցի, որ գծեր ունենք, որտեղ 10 մեքենա է, մենք 2 մեքենայով ավել ենք տալի, որպեսզի ուղևորներին մաքսիմալ ամեն ինչ անենք, որ իրենց համար հասնեն աշխատանքի կամ տուն։ Այո, հասնեն աշխատանքի կամ տուն,
ամսվա կտրվածքով 350 շարժակազմ ավել ենք տալիս նաև այդ ավելի մասով։ Ներկա պահին 713 մեքենա ամեն աշխատանքային օր դուրս է գալի երթուղի։ Դա քիչ է թե շատ է։ Եթե իմ կարծիքն եք ուզում հարցնեք, քիչ է։ Քիչ է, այսինքն առաջիկայում ավելացնելու եք։ Այո։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Երևան ավտոբուս փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ։ Ցտեսություն։